Սա Պուտինյան ռեժիմի ցավոք, իրենց համար ցավոք, նաև մասնակի մեր համար ցավոք, այդ 25 տարվա խնդրահարուցության արդյունքն է։ Երբ որ դու հիմա 25 տարի հետ ես նայում եւ տեսնում ես, որ քո երկիրը տեխնոլոգիապես հետ է մնացել, տնտեսապես հետ է մնացել, իրավական գործընթացներում հետ է մնացել, ժողովրդավարական զարգացումներում հետ է մնացել, թեևս վերջին հանգամանքի հետ կապված ընդհանրապես արդեն Ռուսաստանում դժվար է ինչ-որ բանի մասին խոսելը, հասկանում եք, եւ ըստ էության փլվեց ողջ այս քաղաքականությունը, նորից վերադառնում ենք մեր դեպքում, իրենք հերթական քայլեր էին արել, մենք դժվեցինք, մենք առաջինը զոհ գնացինք, դրանից հետո ստրատեգների պետք է Ուկրաինան լիներ եւ հետո, բայց հետո չեղավ եւ մենք մնացինք զոհ։ Իսկ 23 թիվը բնականաբար արդեն նախատեսված չէ։ Թեև խոսքս վերջացնեմ այսպես հարգելի է Ռոբերտ։ Այնուհանդերձ եթե խելոք լինեին ռուսները ուժերը լարելով ինչքան է ծանր էր Ուկրաինայում Արցախը կպահեին։ Հիմա մի ճակատ թող ավել լիներ, ոչինչ գետնի վրա, իրենք գիտեք, իրենք 120,000 բնակչություն կա, իրենք կարող էին 15-20,000 հայերի դնել զենքի տակ, լավ զինել, օդուժ ապահովել եւ ապահովել պաշտպանությունը։ Թուրքիայի դեմ կոնֆրոնտացիա։ Թուրքիայի խնդիրը այդքան չէ, ռուսական ստրատեգները մի զարմանալի ինքնավստահություն են, երբեմն ես իրենցից դա լսում եմ, սենց են անում։ Դե մենք որ հիմնական խաղը հաղթենք Ուկրաինայում, Ղարաբաղը մեր համար մնացածը հարց է։